Եթերում վերածնունդն է, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, միացեք իմ էջերին այլ հարթակներում ևս, հավանեք ու տարածեք այս տեսանյութը։ Հայտնի անգլիացի գրող Օսկար Վայլդի երևելի հրթիռ է հեքիաթում երկու դրվագ իմ ուշադրությունը գրավեց և զբաղեցրեց իմ միտքը։ Կարճ արքայազնը ամուսնանում է և նրա պատվին մեծ տոնախմբություն է կազմակերպված։ Պետք է հրավառություն լինի։ Սա հեքիաթ է այնպես, որ հրթիռները խոսում են, կենդանիները նույնպես։ Հրավառության արդյունքում բոլոր հրթիռները վեր են սլանում, բացի մեկից, որը փչացած էր։ Քիչ հետո ծառաներից մեկը, նկատելով անհաջողության մատնված հրթիռին, վերցնում է ու ցանկապատից դուրս նետում։ Հրթիռը հայտնվում է տիղմի մեջ։ Այդ պահին մի ինքնասիրահարված գորտ է հայտնվում և տեսնելով նորեկին սկսում է խոսել, ընդ որում առանց լսելու կամ պատասխանի սպասելու։ Ասում է. «Աշխարհիս ամենալավ բանը ցեխն է»։ Հրթիռը սկսում է հազալ, գորտը շարունակում է. «Ինչ ախորժալուր ձայն ունեք, կարծեք կռկռոց լինի, իսկ կռկռոցը անշուշտ աշխարհիս ամենաերաժշտական հնչյունն է։ Դուք այսօր կունկնդրեք մեր բազմաձայն երգչախմբի ելույթը։ Մենք նստում ենք Ագարակատիրոջ տան մոտ գտնվող բադերի լճակում ու լուսնի հայտնվելուն պես սկսում կռկռալ։ Դա այնքան սքանչելի է հնչում, որ ոչ ոք չի կարողանում քուն մտնել, բոլորը մեզ են լսում։ Օրինակ, հենց երեկ ես լսեցի, թե ինչպես էր Ագարակատիրոջ կինն իր մորը պատմում, որ ամբողջ գիշեր աչքը չի կպցրել մեր պատճառով։ Անչափ հաճելի էր լսել, թե ինչ մեծ ժողովրդականություն ենք վայելում»։ Գորտի այս մենախոսությունը կռկռոցի մասին ինձ հիշեցրեց ազգային ժողովի նիստերը։ Ինձ թվում է, մեր ժողովուրդը ևս այդ նիստերից հետո աչք չի կարողանում փակել։ Այս խոսքերն ինձ հիշեցրին շատ ու շատ իբրև թե լրագրողների, ովքեր հանգիստ չեն տալիս մեզ իրենց 100%-անոց ճշգրիտ տեղեկություններով։ Օրինակ, գրեթե 1 տարի առաջ էր մի լրագրող ամենայն լրջությամբ տեղեկացնում էր, որ այս տարվա ապրիլի 24-ին հայ ժողովրդին կարգել են բարձրանալ Ծիծեռնակաբերդ, պատճառ բերելով վերանորոգումները, իբրև թե իշխանությունը պատրաստվում է առնվազն 2 տարով փակել Ծիծեռնակաբերդը։ Երանի գորտ լիներ այդ լրագրողը և կռկռար ոչնչի մասին, քան այդ ամպագորգոր հայտարարությամբ դառնացներ ժողովրդի սիրտը։ Սա կես-կատակ կես լուրջ։ Երկրորդ դրվագը նույն հեքիաթից է։ Հրթիռները մինչ վեր սլանալը զրուցում են միմյանց հետ և նրանցից մեկն ասում է. «Սերը մեր օրերում հարգի չէ, բանաստեղծները սպանեցին նրան»։ Բանաստեղծներն այնքան գրեցին սիրո մասին, որ այժմ արդեն ոչ ոք չի հավատում նրանց և դա ինձ ամենևին չի զարմացնում։ Ճշմարիտ սերը տառապում է անխոս։ Խոսքն ընդհանրական ամեն տեսակ սիրո մասին է։ Այս միտքն ինձ չզարմացրեց, սակայն ակամայից տխրեցի, քանզի որոշ չափով համաձայն եմ։ Սիրո մասին պետք է գրել, բայց չի կարելի էժանացնել այդ սքանչելի երևույթը և սեր կեղծել։ Երբեմն բանաստեղծներն իրենք էլ գուցե չեն հասկանում, թե ինչպես են սահմանն անցնում ու սկսում են գրել մի քանի ծափ կամ մեր օրերում մի քանի լայք ավել հավաքելու համար։ Ինչպես ասացի, մտքի հետ մասամբ եմ համաձայն և անհամաձայնությունս կհայտնեմ Եղիշե Չարենցի «Լուսամփոփի պես աղջիկ» բանաստեղծությամբ, որը ոչ միայն չի սպանում սերն, այլև առավել գեղեցիկ ու խորհրդավոր իմաստ է հաղորդում դրան։ Բանաստեղծը փորձում է սիրել ու ճգնում է չվնասել, չսպանել սիրուն, քանզի դա այդքան էլ հեշտ չէ, երբ երազներդ մարմին են ստանում։ Լուսամփոփի պես աղջիկ, աստվածամոր աչքերով, թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի, կապույտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով, լուսամփոփի պես աղջիկ։ Ես ինչ անեմ, որ չմեռնի իմ հոգին, որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում, ես ինչ անեմ, որ մնա ծիածանը երեկգույն, որ չցնդի, չմարի իմ հոգու հեռուն, լուսամփոփի պես աղջիկ, աստվածամոր աչքերով, թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի, կապույտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով, լուսամփոփի պես աղջիկ։ Հաջորդ սիրո խոստովանությունը Հրաչյա Սարուխանի գրչին է պատկանում, այն գրված է
վարպետորեն, առանց կրկնությունների, առանց վերամբարձ տոների ու կեղծավոր պաթոսի, որը զզվեցրել է մարդկանց։ 21-րդ դարի ընթերցողն ուզում է միտքն ընկալել, բղավոցները նրան չեն բավարարում, ախ ու վախերը պիտի չափ ունենան, քանզի նույնիսկ լացը վերջ ունի։ Եթե ոգեկոչում ես, մի քիչ էլ պետք է ճանապարհ ցույց տաս։ Այլ կերպ ասած, անցյալն ու ներկան շներ չեն, որ անverջ կրվեցնենք։ Ավարտեմ խոսքս Հրաչյա Սարուխանի առ-հայրերիք սիրո խոստովանությամբ։ Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, և իմ եզակի ճակատագիրը, իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, իմ հիշատակած միակ երկիրը։ Անկրկնակոշիկ համապատմության սայթաքումները մեզ աղավաղել և թաց երգերս փակ վերքերիս մեջ սատանայաբար փորձել են թաղել, որպեսզի դառնամ թափառող ծրար, չունենամ նույնիսկ հետադարձ հասցե, բայց մենք վերստին փարվել ենք իրար ու հուսաբանել, Տեր մի արասցե։ Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, իմ անկրկնելի ճակատագիրը, իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, իմ հիշատակած միակ երկիրը։